Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, վանացային են ձեզ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան եւ Ադրբեջանի նախագահ օգնական Հիկմետ Հաջիև Դիլիջանի մեջ քննարկեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրագարկին մասին գարկմը հարցեր։ Հայաստանի անվտանգության խորհրդին կողմէ հրաբարակված հաղորդակցության համաձայն անդրադարձ կատարվեցավ երկկողմանի շարունակական երկխոսության կարևորության, դարաձաշրջանին մեջ երկարատև խաղաղության եւ գայունության ամրապնդման ջանքերուն։ Գողմերը նաև երկու երկիրներու քաղաքացիական հասարակություններուն միջև փոխադարձ վստահության ամրապնդման քայլերու միտքեր փոխանակեցին։ Ադրբեջանի նախագահ օգնական Հիկմետ Հաջիև եւ անոր ընկերակցող բادվիրագությունը Հայաստան մուտք գործեցին ցամաքային սահմանի սահմանազատված ու սահմանակցված հատվածեն համապատասխան բոլոր ընդհանցակարգերն անցնելով։ Մյուս կողմէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ուղերձ մհղեց բռնակրավյալ Շուշիի մեջ ընթացող դարաձաշրջանային ներդրումը համաշխարհային ապահովության մեջ խաղաղության գերդումը հարավային Կովկասի մեջ խորակրյալ միջազգային համաժողովի մասնակիցներուն։ Անդարցիալ խոսեցավ Զանգեզուրի միջանցքի մասին, որ Ադրբեջանի հիմնական հատվածը պիտի գաբե Նախիջևանին եւ պիտի դառնա միջին միջանցքի առանցքային հատվածներն մեկը։ Հայ եղապողական տաշնակցության Հայաստանի քերակույն մարմինի ներկայացուցիչ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի Հայաստան այցելության անդրադառնալու մասին ասավ. Ինչպես ենթադրված էր, ընտրություններն յետք Հայաստան ժամանած առաջին պաշտոնադարը ադրբեջանցի էր։ Ընտրություններու արդյունքները դակավին պաշտոնապես չհրաբարակված Ալիևի օգնականը Հայաստան ժամանեց եւ Դիլիջանի մեջ դեսակցեցավ Արցախի մեջ ծնած ու մեծած անվտանգության խորհրդի քարտուղարին հետ եւ պաշտոնական հայտարարություն տարածեցին, որ իբրև թե քննարկած են խաղաղության համաձայնագիրը։ Հիշեցնեմ, ընտրություններու արդյունքները դակավին պաշտոնապես չհրաբարակված, ըսավ Սաղաթելյան։ Ուժեղ Հայաստան գուսակցության անդամ Շիրազ Մանուկյան հայտնեց, որ Հայաստանի մեջ իր իշխանությունը հրճակած մարդոց խումբը ադրբեջանական իշխող խմբագին մեկ մասն է։ Երեք Դիլիջանի մեջ դեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ օգնական Հիկմետ Հաջիևի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին դեսակցությունը։ Անոնք ինչ հարցեր կրնային քննարկել, երբ ընդամենը ամիս առաջ Հիկմետ Հաջիև Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան անվանեց եւ 300,000 ադրբեջանցիներու բնակեցման ձեռագիրին մասին խոսեցավ։ Անոնք ինչ հարցեր կրնային քննարկել, երբ դեղի ունեցան գեղձիկներով լեցուն համաձայնված ընտրություններ եւ ընտրություններն անմիջապես յետք Ադրբեջան արձանագրեց, որ այդ ընտրությունները Ալիևի ռազմավարական դեսլականին մեկ մասի եղած են։ Կարելի է ասել, որ իշխանությունը քայլերու հաջորդականությունը կստանա Ադրբեջանեն, ըսավ Մանուկյան։ Ռուսիո արտաքին հետախուզության ծառայության տնօրենը ՏԱՍ լրատու գործակալության դված հարցազրույցին մեջ հայտնեց, որ եթե Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես արևմուտքի օգնության ու աջակցության ուղղությամբ, ապա սխալ պիտի գործե։ Սերգեյ Նարիշկինի համաձայն այդ բարակային երկրի ներքին գազությունը պիտի բարդանա, ինչպես նաև տնտեսական զարգացման համար հավելյալ խոչընդոտներ ու դժվարություններ պիտի ստեղծվին։ Անհույս հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը խոհեմ ցևով գործե։ Նարիշկին միևնույն ադեն շեշտեց, որ Ռուսիո համար կարևոր է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններու պահպանումը։ Կարևոր է, որ բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգանա տնտեսական, մարդասիրական, զինվորական եւ ռազմագիտական համագործակցության մարզի մեջ, հայտնեց ան։ Թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարած էր, որ Երևան Եվրոասիական տնտեսական միութենն դուրս գալու միտք չունի,
Սակայն ռուս պաշտոնադարները կշարունակեն բնտել, որ Հայաստանի կողմը Եվրոպական միության հետ մերձեցումը Եվրոասիական տնտեսական միության հետ համագործակցության թատրում կենթադրե։ Լրակրողներու հետ հարցազրույցի ընթացքին Եվրոպական միության արտաքին քաղաքականության բարձրակույն հանձնագետար Կայա Կալաս հայտարարեց, որ Լյուքսեմբուրգի մեջ դեղի ունենալիք Եվրոպական միության արտաքին գործոստնախարարներու խորհրդի նիստին պիտի քննարկվին Հայաստանին աջակցության քայլերը։ Առաջին հերթին մենք պիտի սկսենք Հայաստանին նվիրված աշխատանքային նախաճաշով, որում պիտի միանա նաև Հայաստանի արտաքին գործոստնախարարը։ Հոն նոր ընտրություններ դեղի ունեցած են, եւ մենք կտեսնենք, որ Ռուսիո կողմէ անոնց ուղին փոխելու նպատակով կորզատրվող ճնշումը կզորանա։ Ճիշտ այդ պատճառով մենք պետք է աջակցենք անոնց, որբեսի դիմացկուն մնան։ Այդ իսկ պատճառով նախարարին հետ կքննարկենք նաև, թե հավելյալ ինչ կրնանք անել անոնց օգնելու համար, որբեսի անոնք իրենց ուղին վրա մնան, հայտարարեց Կալաս։ Ռուսիո ճնշումին մասին արտահայտվեցավ նաև Եվրոպական միության լայնումի հարցերու հանձնագետար Մարտա Կոս։ Ան էքսի իր էջին վրա հայտնեց, թե 5 հուլիսին Հայաստան պիտի այցելե։ Ան դեսակցեցավ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանի հետ, որ Լյուքսեմբուրգ կգտնվեր Եվրոպական միության արտաքին գործոստնախարարներու խորհրդի նիստին մասնակցելու։ Ռուսիա կշարունակե Հայաստանի վրա ճնշումը զորացնել։ Երգիրը փորձելով հերացնել իր ժողովրդավարական ընտրությունեն, որ կատարված է ժողովրդին կողմէ, գրեց ան։ Մարտա Կոս նշեց նաև, որ արտաքին գործոստնախարարներու խորհրդի նիստին պիտի քննարկվի Հայաստանին աջակցելու շարունակականությունը, ցույց տալով իրենց համերաշխությունը։ Մենք Հայաստանին նյութական օժանդակություն պիտի դրամատրենք եւ պիտի օգնենք դրացի երկրներուն եւ Եվրոպայի հետ Հայաստանի արևդուրը թույլատնելու։ Հայաստանի արտաքին գործոս նախկին նախարար Վարդան Օսկանյան թիմադեդրյան կրարումով մնաշած է։ Այս ընտրությունները նվաստացումի, բարդության, հարգատրանքի եւ հայկական պետականության շարունակական քայքայումի թեմ ազգային փողոք էին։ Փաշինյան հայ ժողովրդի վստահությունը չստացավ։ Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններու միջազգային մեկնաբանությունը վտանգավոր ձևով մագերեսային եղած է։ Արտաքին լուսապանումի մեծ մասին մեջ քվեարկությունը ներկայացված է իբրև աշխարհակաղակական բարձ մրցակցություն, արևմտամեդեն գարավարության եւ իբրև թե ռուսամետ ընտիմության միջև։ Այս պատմությունը գրնա օդար լսարանի համար հարմար լալ, սակայն այն խորաբես կմոլորեցնե։ Ան ազգային խոր խնջանկարը թիվանակիդական գարկախոսի կվերածե եւ այդ պիսով դեղի ունեցած իրավական իմաստը գանդես է։ Այս ընտրությունները Մոսկվայի եւ Բրյուսելի միջև հանրակրվե չէին։ Այս արևելքի եւ արևմուտքի միջև քաղաքապարական մրցակցություն չէր։ Այս նվաստացումի, բարդության, հարգատրանքի եւ հայկական պետականության շարունակական քայքայումի թեմ ազգային փողոք էր։ Հայ ընտրողներու մեծամասնությունը մերժեց հետաքրքրություններու, հանցնումի եւ երկրի պատմական, սահմանադրական ու քաղաքակրթական հիմերու հետակա գազམ་ականտումի ուղին։ Պաշտոնական արդյունքը գրնա այլ բան բնտել, սակայն քաղաքական իրականությունը բարձ է։ Նիկոլ Փաշինյան հայ ժողովրդին վստահությունը ստացած չէ։ Դեղի ունեցածը բարձրապես վիճարկվող ընտրություն չէր։ Այդ ընտրություն էր, որուն օրինականացումը հիմնովին վտանգված է։ Ընտրությունները նշանավոր դարձած ջնշումի, ահապեգումի, վարչական վերահսկողության եւ հետընտրական կորզընթացի շինծում մթնոլորտով։ Երբ պետական հաստատությունները գտածրին իբրև հանրային կամ քիչեզոք բաբաներ կորձել է եւ փոխարենը գվերածվին իբրև մեկ մարդու իշխանությունը բաբանելու կորձիկներու, հետեւաբար արդյունքները ժողովրդավարություն չէ, այդ կառավարվող իշխանություն է։ Ուստի հիմնական հարցը այն չէ, թե Հայաստան պետք է արևմուտքի, թե Ռուսիո հետ հարաբերություններ ունենալ։ Հայաստան պետք է ազգային սեփական շահի վրա հիմնված ինքնիշխան արտաքին քաղաքականություն ունենա։ 7 հունիսի ընտրությունները թիվանակիդութենեն շատ ավելի խոր էին։ Հայ ժողովուրդը շատ լավ կհասկնա, թե ինչ կպատրաստվի։ Ան կլսե Ադրբեջանի պահանջները, ան կտեսնե սահմանադրական փոփոխություններու ճնշումը, ան կհասկնա սովորական լեզվին յետև բահվտած վտանգը, երբ ան կապված է ազգային պահանջներու ճնշումի, պատմական հիշողության դգարացումի եւ դարածքային ու քաղաքական հետակա զիջումներու։ Ան գիտե, որ այսպես կոչված ադրբեջանական անկլավներու հարցը
Հայաստանի սահմանադրությունը փոխելու ճնշումը եւ այն մշտական բանջը, որ Հայաստան Արցախի քաղաքական ժառանգությանն հրաժարի, առանցին հարցեր չեն։ Անոնք Հայաստանը դգարացնելու փորձեր են։ Հայաստանին արչև կանգնած իրական ընդրությունը ուրիշ է։ Այդ ընդրությունը արժանապատվության եւ ենթակայության միջև, սահմանադրական գարքի եւ կորզաթիր քերիշխանության միջև, իսկական խաղաղության եւ բարդատրված հանցնումի միջև, ինքնիշխան ազգային աբակայի եւ հայկական հարցը հայկական քաղաքական կյանքեն աստիճանաբար դուրս մղելու միջև, գրած է Օսկանյան։ Այսօրվա մեր վերջին լուրը կվերապերի Սևանա լիճին, որում մագարտակը կբարձրանա մրցանշային գերբով։ Արտարև մասնակետ Լևոն Ազեզյան հայտնած է, թե Սևանի մագարտակը վերջին 15 օրվան ընթացքին բարձրացած է 11 սանտիմետր։ Վերջին անգամ նման բարձրացում արձանագրված է 33 տարի առաջ 1993-ին։ Լիճի մագարտակի բարձրացումը պայմանավորված է քեդերու մեծ հոսքով եւ արատ անցրևներով, գրած է Ազեզյան։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ, վանացանի եթերով և տիմադեդրի էչով, CZD ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Անտոնին և Ներսեսը։ Մնացեք միշտ վանացանի ունգընթիր։